Հարգելի հայրենակիցներ, 3 տարի շարունակ իշխանությունը հնարավոր բոլոր ամբիոններից հայտարարում էր, որ ԱԺ-ին ստեղծել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով եւ բոլոր հարցերի պատասխանը տրվելու է տարածքային ու մարդկային կորուստներից մինչեւ դիվանագիտական տապալումներ։ Բացի այն հանգամանքը, որ իշխանությունը միտումնավոր հետեւողականություն չդրսևորեց եւ զեկույցը սահմանված ժամկետներում չնախապատրաստվեց եւ ըստ այդմ ԱԺ լիագումար նիստ չմտավ, այդ փաստաթղթի ծանոթությունն էլ ցույց է տալիս, որ մեղադրանքների, վիրավորանքների, լուտանքների այն փայաբաժինը, որը տարբեր ուղղություններով ցրվում էր, իշխանության կողմից կամ զեկույցում տեղ չեն գտել, կամ դրանց մասին խիստ հպանցիկ ու վերապահումով է անդրադարձ կատարվել։ Զեկույցում ներկայացված այն պատասխանատուները, որոնց տարբեր բնույթի ծանր մեղադրանքներ են վերագրվում, բոլորը նշանակվել են գործող իշխանության կողմից։ Զեկույցի ներածական եւ որոշակի առումով նաեւ եզրափակիչ մասի գեղարվեստական հատվածին չեմ անդրադառնա, դա այն նույն մարդու բառապաշարը, որն արտահայտվում է տարբեր հարթակներում, նաեւ այս ամբիոնից եւ որի տակ որպես կանոն փաստեր չկան։ Սակայն նույնիսկ մեծամասշտաբ խեղաթյուրումները հնարավորություն չեն տվել իշխանությանը թաքցնելու ողբերգական պատերազմի իրական պատասխանատուներին, իսկ ավելի կոնկրետ բուրգի գլխին կանգնած Փաշինյանին։ Այս իշխանության պարագայում զարմանալի բան այլևս չի մնացել։ Նախկինում իրենց իսկ հռչակած հերոսները որպես հանցագործ են ներկայացվում, իսկ նախկինում իրենց իսկ կողմից զրպարտածները հերոսացվում։ Հայտնի խոսք կա, որը մեր օրերում շատ հատկանշական է հնչում։ Գլխավորը նախաքննության ընթացքում ինքներդ ձեր վրա դուրս չգաք։ Ինչի հիշեցի այս թևավոր դարձած խոսքը, որովհետև տարբեր հակասական, անհիմն, զրպարտիչ ձևակերպումները մի կողմ դրած, իշխանությունն իր իսկ զեկույցով իր հետքի վրա է դուրս եկել։ Դուք եք մեր երկրի համար վճռական օրերին իշխանություն ստանձնելու համար ձեզ կոտորում, հասարակության մեջ թշնամություն եւ ատելություն սերմանում, դուք եք անվտանգության եւ արտաքին քաղաքականության նավիրման տանող փոփոխություններ մտցնում, դուք եք նշանակում այն ռազմաքաղաքական պատասխանատուներին, որոնց ուսերին եք իդեպ թողել պատերազմի աղետալի հետևանքներն ու մեղավորությունը։ Հարգելի քաղաքացիներ, վաղ թե ուշ պատերազմի պատճառը հետևանքային կապերի ողջ ոդիսականը բարձվելու է, իսկ դրա բոլոր պատասխանատուները հայտնվելու են համապատասխան վայրում, սակայն ոչ թե այս իշխանության քաղաքական նախընտրությամբ, այլ օրենքի գերակայության պայմաններում։ Փառք պատերազմում ընկած մեր բոլոր նվիրյալներին, հավերժ փառք հայրենիքի պաշտպանության եւ ազատագրման համար նահատակված մեր հերոսներին։